Եթե գործի հիմքում չկա հարգանք, ես հեռանում եմ այդտեղից։ Առանց հարգանք չկա ոչինչ։ Նույնիսկ քո հակառակորդին հարգիր, դա քեզ կդարձնի ավելի ուժեղ։ Արթուր Սողոմոնյան։ Ֆուտբոլը շատերը կապում են կյանքի եւ նույնիսկ պատերազմի հետ։ Ֆուտբոլում, ինչպես եւ կյանքում, կան սիմուլյանտներ, անարդարություններ, խարդախություններ, վաճառված մրցավարներ, ազնիվ խաղի լիարժեք պակաս։ Սակայն ինչպես եւ կյանքում, այնպես էլ ֆուտբոլում գոյություն ունեն ազնիվ եւ անաչառ խաղացողներ, մարզիչներ, ֆունկցիոներ նախագահներ, գեղեցիկ եւ ասպետական ժեստեր, սրտացավ վերաբերմունք արդար խաղ եւ սեփական եսը հանուն թիմիդ կամ ակումբիդ մի կողմ դնելու եւ դրան կարեւորություն չտալու արտահայտում, ովքեր հերրու բոլորի աչքերից իրենց գործն են անում գլուխները կախ, օրեցօր աղյուս առ աղյուս, քարը քարի վրա են դնում, չեն գովազդում իրենց։ Շատ հաճախ էլ սեփական միջոցները տրամադրելով, ֆինանսների կորստի առկայությամբ ցանկանում են որևէ լավ բան անել իրենց երկրի, այդ երկրում ապրող երեխաների համար, ովքեր այսօր այդ հենքն ու կայծը ստանալով վաղը գուցե դառնան քո երկիրը ներկայացնող եւ նրան օգուտներ բերող մեծ վարկանիշ ունեցող դեսպաններից։ Ֆուտբոլի պատերի ներսում եւ դրա սահմանագծերից դուրս նման առաքելություն ստանձնած ֆիգուրներին համարում են ֆրոնտի աննկատ մարտիկներ։ Ինչու աննկատ, որովհետև դու որպես այդպիսին նրանց աշխատանքը չես տեսնում, չես լսում այդ մասին, դրանից տեղյակ չես։ Այս ամենը չի պրոպագանդվում, քանի որ նպատակը ավելի բարձր է դրված։ Հանրությունն էլ նրանց գործունեությունից դառնում է չիրազեկված։ Ֆուտբոլային տերմինոլոգիայով ասած, այս մարդիկ իրենց թիմերի հենակետային կիսապաշտպաններն են, հավասարակշռության ամբողջ բալանսը իրենց ձեռքերում պահող, առհասարակ հայկական ֆուտբոլը շենացնող եւ սեփական միջոցներով նրան կյանք տվող, իրապես անշահախնդիր մոտեցումներ ցուցաբերող, սրտացավ ֆունկցիոներներ գործարարներ։ Հայկական ֆուտբոլ առանձին միավորը իր պատմության քառուղիներում տեսել է հազվադեպ, հատուկ են անգամներ, քիչ բառի առավելագույն չափով։ Սակայն այդուհանդերձ, ամենայն դեպս մենք հարցի իր փաստագրված եւ հիմնավորված էությամբ նման մի անհատի տեսել ենք ու շատ լավ ճանաչում ենք նրան։ Նրա մասին գիտեք ու նրա անվան հետ իրազեկված եք նաեւ դուք։ Խոսում եմ հայ գործարար, Հյունիկ ակումբի նախկին նախագահ, հայկական ֆուտբոլին իրապես մեծ օգուտներ բերած, մեծ ներդրումներ կատարած Արթուր Սողոմոնյանից։ Խոսելու ենք ամենասկզբերից, Փյունիկի իրադարձային էտապներից, մինչև ներկայիս օրեր։ Ինչու, որովհետև եկել է փակագծերը բացելու ժամանակը, մարդկանց չարչարանքները, աշխատանքները ըստ արժանվույն գնահատելու եւ իրականությունը հանրությանը հասանելի դարձնելու առաքելությամբ։ Ցավոք վատը այնքան է գերակշռում մեր իրականության մեջ, որ լավն ու դրականը այդ բացասականի թափի տակ ընկնելով անտեսվում եւ անուշադրության են մատնվում։ Արդարությունը վերականգնող տեսանյութի կարիք օդի ու ջրի պես կար, եւ մենք հիմա գնում ենք հենց դրա հետքերով։ Ռեմարկը կանենք նաև, ցավոք մեզ պատիվ չբերող երևույթներ։ Վերջապես փորձելով գտնել դեղամիջոցներ, դեռ հնուց եկած, մեր անշնորհակալ տեսակից ազատվելու, այն ձևափոխելու եւ վերափոխելու համար։ «2008 թվականին, երբ Սերգեյ Գալիցկին Կրասնոդար ֆուտբոլային ակումբը հիմնադրեց, այն դեռ շատ հեռու էր քաղաքի գլխավոր թիմ կոչվելուց։ Այդ էպոխայում, որը մինչև 13-14 մրցաշրջան տևեց, Կրասնոդար քաղաքի գլխավոր ակումբի ստատուսը հինավուրց ակունքներ ունեցող տեղի Կուբանին էր պատկանում։ Այդուամենայնիվ Գալիցկին այս մեխանիզմը ստեղծել էր ոչ Կուբանին գահանքեց անելու համար, ոչ էլ առավել եւս սկզբնական շրջանում նպատակ էր դրել իր առջև անպայման ամեն գնով դառնալ Ռուսաստանի չեմպիոն։ Գալիցկու նպատակը այլ էր։ Նրա երազանքն էր, որ գա մի օր, երբ Կրասնոդարը հանդես կգա միայն իր դպրոցի սաներով, եւ նա իր այդ նվիրական երազանքը իրականացնելու համար ոչինչ չխնայեց եւ մի այնպիսի դպրոցի հիմք դրեց, ոչ միայն իր պատերի տակ հղկեց, մեծ քանակությամբ կադրեր, այլ նաեւ դարձավ մի այնպիսի ահռելի մազադպրոց, որը գերազանցում էր տեղ առ տեղ, նույնիսկ արևմտյան Եվրոպայի մեծ հանրաճանաչում ունեցող մի շարք հզոր ակադեմիաների։ Ինչու այսքան երկար։ Խորացանք Գալիցկու գործունեությունից, որովհետեւ եթե կա էլի մեկ այլ անձ, հիմա խոսում եմ
ստանում Հայաստանից։ Գուցե ոչ այս մասշտաբների հասնող, սակայն փորձեր ձեռնարկեց կառուցել մեծ մարզադպրոց, եւ տվյալ գործոնում այս պահին մի շարք կարևոր կոմպոնենտներ նրա կողմից արդեն կյանքի են կոչված։ Այդ մարդը Արթուր Սողոմոնյանն է իհարկե, եւ այս առումով ներկայումս նրա մոտ դեռ կան այնպիսի գլոբալ մտադրություններ, որոնք իրենց մեջ պարունակում են արժե համակարգային նպատակներ։ Ջևան Չելոյանցը նույնպես քիչ բան չի արել Ուրարտուի մարզադպրոցին կյանք տալու համար, եւ սա մեծ գնահատանքի է արժանի բնականաբար, սակայն այնինչ Արթուր Սողոմոնյանը մտադրվեց եւ իրագործեց, չեմ ճանաչում մեկ այլ մարդ, ով մեր երկրի կոնկրետ հենց մանկապատանեկան ֆուտբոլի համար այս մասշտաբների քայլեր լիներ ձեռնարկած, այդքան սեփական միջոցներ լիներ ներդրած եւ ունենար նման օրինակ ռեզուլտատներ։ Եվ քանի դեռ Սերգեյ Գալիցկին Կրասնոդարի հետ 2010-ականների մեկնարկում Կուբանից տվերում մանր քայլերով փորձում էր գտնել իր տեղը ռուսական ֆուտբոլի արևի տակ, այդ նույն ժամանակային գոտու վրա պարզապես այլ իրականության եւ օրակարգերի մեջ նույն մանր քայլերի արվեստը կիրառելով ձևավորվում էր մեկ այլ հայ գործարարի տեսակ, նույնպես գալիորեն կայացած, ոտքերի վրա ամուր կանգնող եւ արդեն ահագին հաջողությունների հասած Արթուր Սողոմոնյանը իր մասին խոսելու առիթ էր տալիս ոչ միայն այն երևույթների համար, որ թե որպես անհատ, թե որպես գործարար, շատ ուշադիր եւ հոգատար էր իր հայրենակիցների հանդեպ, ոչ միայն սա այն բանով էր պայմանավորված, որ նա իր հայկական արմատներին մեծ կարեւորություն էր տալիս, որ հայկական հետքը աշխարհի տարբեր ոլորտներում մեծ ոգևորումով պրոպագանդում էր ու ավելի ճանաչելի էր դարձնում մեզ, այլ նաեւ այն հավանական ներգործության հեռանկարներն էին այստեղ լույս աշխարհ գալիս, որ Արթուր Սողոմոնյանը մեծ ցանկությամբ է լցված զբաղվելու ֆուտբոլով եւ այն նպատակադրված էր իր պատմական հայրենիք Հայաստանում։ Հետաքրքիրը եւ հուշագրավը միայն այն չէր, որ հայկական ֆուտբոլով զբաղվելու մտադրություն կար, այլ ավելի հատկանշական էր սրանից հարցի այն ասպեկտը, թե ինչ մակարդակով էր նա պատրաստվում հայկական ֆուտբոլ ժամաներ, ինչ նպատակներով էր նա գալիս եւ ինչ ֆորմատային նորաձև մոդելավորում էր իր հետ ուզում բերեր։ Այս արշավանքը սկսելուց առաջ հետեւյալ միտքը կար. գուցե բացեմ սեփական ակադեմիաս եւ ամեն ինչ սկսեմ զրոյից։ Մարզադպրոց հիմնադրելը տունտունիկ չէ, եթե այս կշիռով իրենից լուրջ ուժ ներկայացնող այս մարդը նման ամբիցիոզ գաղափարի միտք ուներ, դե պատկերացրեք, թե այս հարցը նրա մոտ ինչքան մեծ ու կարևոր առաջնահերթության կոճակի վրա էր դրված։ Ճիշտ ասած, մեր լրիվ մտքերը կապված է Հայաստան ֆուտբոլի զարգացման հետ։ Մենք կհասնենք այն նպատակների, որը որ երձնում եմ ակումբի առաջ։ Իրադարձությունների զարգացումը այնպես դասավորվեց, որ նույն этаպում այս ամենին զուգահեռ մեծ ավանդույթներ ու մարզադպրոց ունեցող Փյունիկը, որը հայկական ֆուտբոլին մեկ անգամ չէր մատակարարել առանցքային կադրերով, այդ ժամանակ գտնվում էր անցումային փուլում, ֆինանսական ռեալ հոսքերից զրկված էր, արդյունքների տեսանկյունից գոյացել էր ոչ այնքան ուրախ պատկեր, չնայած որ Փյունիկի ղեկավարությունն ու մարզչական պերսոնալը այդ этаպի վերջին ժամանակներում սկսել էին հրավիրել թե որոշակի բարձր մակարդակ ունեցող լեգիոներներ եւ թե արդեն կարողանում էին հանել ցեխից արդյունքները փոքրի շատ է բարելավելու համար։ Այդ պահին Փյունիկի վերջին հաջողությունը Հայաստանի գավաթակիր դառնալն էր, սակայն եթե ավելի գլոբալ նայենք, կերևա, որ Երևանյան ակումբը մեղմ ասած այլևս դուրս էր մնացել ֆավորիտների շարքերից, ինչ որ փոփոխություն էր հարկավոր, եւ այն շուտով հորիզոնի վրա նշմարվեց։ Ակումբի սեփականատերերի ցանկությունը այն էր, որ անցնցում հավուր պատշաճի, բարձր նշաձող պահպանելով Փյունիկը փոխանցվեր վստահելի ձեռքեր, ամուր պարտաճանաչ եւ ձիգ մարդկանց հովանավորչության տակ։ Այդպիսի մարդ գտնվեց, հետաքրքրությունները համընկան եւ Փյունիկ ակումբի նոր սեփականատեր հենց հայ գործարար Արթուր Սողոմոնյանը դարձավ։ Սա նրա համար ամբողջությամբ նոր ոլորտ էր, սակայն չհաջողելու տարբերակ չկար։ Հենց սկզբից էլ Արթուր Արշամովիչը բոլորին հստակ ցույց տվեց, որ ինքը շատ լուրջ է տրամադրված, ուներ հեռուն գնացող նպատակներ ու արդեն հենց այդ պահից հարկավոր էր ձեռնարկել վճռական քայլեր, ակումբին շոշափելի սնուցում ապահովելով, վերաբրենդավորել նրան հաջողակների լիգա վերադարձնելով։ Սողոմոնյանի ժամանումը հայկական ֆուտբոլի միջավայր թե աննախադեպ էր, թե հուսադրող էր եւ թե էվոլյուցիայի հեռանկարներ բացող երանգներ ուներ իր մեջ։ Արթուր Սողոմոնյանը ոգևորված էր շոշափելի բարեփոխումների հեռանկարներ օրակարգ բերելու համար։ Դուք գիտեք, որ իմ գլխավոր նպատակը ինչ որ ես եկա, ոչ բան չի փոխվել։ Ես ուզում եմ սարքեմ Հայաստանում լավ լուրջ եվրոպական ակումբ։ Մարդը ամբողջովին ուժերի գերլարումով աշխատանքի լծվեց ու հենց այստեղ մոնիտորինգների արդյունքում նրա առջև ամբողջ իրականությունը բացվեց։ Ասել է թե որ այո, շատ լավ եւ արժեքավոր գաղափար էր դառնալ հայկական ակումբի սեփականատեր, մտածել լուրջ ինվեստիցիաներ անելուց, բայց մի րոպե, այստեղ այնքան թերի եւ ավերակների հասած կենսական հարցեր կան, որ սա նմանվում է ամեն ինչ զրոյից սկսելու գործընթացի։ Հենց եկածս օրվանից, հենց սկզբից ես փորձեցի գլխավոր թիմում կատարել որոշակի ցրցամ տվող բարեփոխումներ,
սակայն պարզվեց, որ շատ ամբարվոք վիճակում է նաև այդքան գովաբանված Փյունիկ ֆուտբոլային ակումբի մարզադպրոցի ենթակառուցվածքները։ Երբ որ եկա Փյունիկ, ցավոք սրտի այդ պահին ակադեմիան կարելի է ասել նենց վատ էր գործում, արդեն մի քանի տարի ոչ ոք լուրջ չէր զբաղվում, դրա համար է դա երևի գլխավոր պատճառը, որ այսօր Փյունիկում մեր սաները չկան, որովհետև ես որ եկա այդ 14-15 տարեկի երեխեքը ես չէի կարող իրանցից արդեն ինչ-որ լուրջ բան ստանալ, որտեղ վերջի 3-4 տարին նրանք այդքան չէին զբաղվում։ Արթուր Սողոմոնյանը ինչքան խորանում էր այս ամենի մեջ, այդքան ամեն անգամ նրան պարզ էր դառնում այն իրողությունը, թե ինչքան բան կա անելու, ինչքան հարցեր կան լուծելու եւ ինչքան ծանր առաքելություն նա իր ուսերի վրա վերցրեց։ Արթուր Սողոմոնյանը մի պահ կանգ առավ, մտքերը հավաքեց, եղածը իմի բերեց, շունչ քաշեց ու իր ռեսուրսները դեպի հայկական ֆուտբոլի ասպարեզ ահռելի գեներացում անելով, հատառ-հատ մեկ առ մեկ չորացած ճյուղերը խարտել մշակելով, ժանգոտած իրերը թարմացնելով եւ նրանց գունավորում տալով, ինչպես ասում են ոտքով եւ գլխով, այս երրացող կաթսայի մեջ մտավ։ Նախ սկզբից ակադեմիայով զբաղվելու լուրջ անհրաժեշտություն կար։ Նրան կյանք տալ էր հարկավոր, որը կարտահայտեր ակնկալվող առաջխաղացման առաջին սերմերը ցանելով, առաջին կենսական քայլերը կատարելով։ Ինչու հենց միանգամից մարզադպրոց եւ ինչու ակադեմիայի վրա այսպիսի մեջ շեշտադրում։ Արթուր Սողոմոնյանը Սերգեյ Գալիցկուպես ամենամեծ առաջնահերթությունը հենց մանկապատանեկան ֆուտբոլին էր տալիս։ Մեծերի նիշան նույնպես նրա մոտ իհարկե կարևորված էր, սակայն մարզադպրոցի սնուցումը ու նրան թևեր տալը, ահա այս մարդու համար գերկարևոր, գերառաջնային պրիորիտետ հանդիսացող նշանակություն եւ իմաստուն էր։ Մարզադպրոցի հանդեպ այսքան մեծ սերը, չգիտեմ նրա մոտ հոգու կանչ անվանենք, էպիկենտրոնի կիզակետ կոչենք, թե իր նպատակների շարքը գլխավորող համար մեկ ասպեկտ։ Այս ձևակերպումներից հարցի բնույթը չի փոխվի էապես։ Մի բանահակներև էր։ Արթուր Սողոմոնյանը մեծ գումարների ինտեգրումով, ինվեստիցիայով մարզադպրոցը շենացնելու էր եւ դա անելու էր, նույնիսկ եթե կպահանջվեին միլիոնավոր դոլարներ, նույնիսկ եթե ստացվեր այնպես, որ կարիք լիներ սպասել երկար տարիներ։ Այս միջավայրը լավ ուսումնասիրելուց հետո առաջին նկատառումը, որ նա արեց, հետևյալն էր։ Այն պրակտիկան մանկապատանեկան ֆուտբոլում, որը Հայաստանում է կիրառվում այսօր, ոչ միայն հնացված է եւ ոչ արդյունավետ, այլ նաեւ զգալիորեն հետ է մնացել այն նորագույն ստանդարտներից, որոնք ներկայումս Եվրոպայում են օգտագործվում եւ որը ժամանակակից ֆուտբոլի իրողություններն են թելադրում։ Ես նկատեցի, որ 12 տարեկան եւ ավելի փոքր տարիք ունեցող, դեռ չհասունացած հոգեբանությամբ երեխաները, ովքեր ոչ միայն մարզվում են չափազանց ստանդարտաբեռնված գրաֆիկով ու չեն ձգում դրան բնականաբար, այլ նաեւ նույնիսկ փոքր անհաջողությունից կոտրվում են միանգամից։ Երեխաները այս տարիքում չունեն անհրաժեշտ իմունիտետ սթրեսերի ենթարկվելուց, դրա դեմ որպես հարկն է պայքարելու ունակություն։ Ես տեսա, որ երեխաները վախենում են սխալվելուց, որովհետև կշտամբելու են նրանց դրա համար։ Հստակ երևում է, որ նա խուսափում է ամեն ձև, որևէ ոչ ստանդարտ գործողություն անելուց, չգիտեմ դրիբլինգի գնալուց, խաբսեր իրականացնելուց։ Սա անելու փոխարեն երեխաների մեծ մասը նախընտրում է արագորեն ազատվել գնդակից։ Այն անընդհատ հետ է փոխանցում կամ ուղղակի առանց նայելու նետում է առաջ։ Նկատել եք Հայաստանի առաջնության խաղերում տեղի ֆուտբոլիստները ինչ մեծ քանակությամբ գնդակները վրա հետ են փոխանցում։ Այս խնդրի ակունքները լավ հասկանում եք, թե որտեղ են թաքնված։ Այն ինչ փոքր տարիքից երեխայի մոտ կդնես, դրանով էլ նա կառաջնորդվի հետագայում։ Մենք երբեք չենք առաջադիմի, եթե չհրաժարվենք գործելավոճի այս ձևատեսակներից։ Երեխեքի այդ շփման մեջ մանրում չկա, ամեն մի բանը կարևոր է։ Պրոցեսը սկսվեց իրապես ճարտարապետական ձգտումներով, սակայն այս դրսևորումների մեջ մեկ շատ կարևոր կոմպոնենտ կար, որի մասին առաջինը բարձրաձայնողներից եւ այդ բարձրաձայնածը խոսքից գործի վերածողը էլի հենց Արթուր Սողոմոնյանն էր։ Մարզադպրոցը չի հետապնդում միայն այն նպատակը, որ իր սաները այստեղ խղկվելով հենց անպայման ֆուտբոլիստ դառնան։ Մեր հարթակը ֆունկցիոնալ գործոնում պետք է ունենա տարատեսակ ուղղվածություններ։ Բազմաբովանդակ լինի եւ ակադեմիա կոչվելուց բացի հարկավոր է որակվի նաեւ կրթական համալիր, որտեղ չեն առաջնորդվելու միայն հենց զուտ ֆուտբոլային հմտություններ սովորեցնելով։ Դրա համար էլ մեր այս կառույցի ներսում ինտերնատ կստեղծենք եւ դրա վրա կդնենք այնքան ջանքեր ու ռեսուրսներ, ինչքան որ իրողությունները կպահանջեն։ Արթուր Սողոմոնյանի գալով Փյունիկի ակադեմիան լիակատար սիստեմիզացվեց։ Մեր ժամանակների ֆուտբոլի ակտուալ աստառ ունեցող ստրատեգիա որդեգրվեց, արտասահմանցի մասնագետների կողմից մշակված, ուղղվածություն եւ թեքում ստացավ։ Մարզադպրոցը մեծացավ, լայնացավ եւ լուրջ ֆինանսների ներդրումների արկայությամբ որակական լրիվ նոր մակարդակ ձեռք բերեց եւ ֆուտբոլային մեծ արհեստանոց դառնալով իր հովանուտակ քանակությամբ մոտ 2000-ի չափով երեխաներ վերցրեց, նրանց առաջնորդեց, ապահովեց մեծ կյանքի, մեծ ֆուտբոլի տրամպլինային կենսական պլատֆորմով։ Իսպանական
այնքան Լեգանեսի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մեր երեխաները նրանց մոտ կանցնեն ստուգատես եւ կունենան շանս Լեգանեսի համակարգ տեղափոխվելու համար։ Սա հաջողությամբ կյանքի կոչվեց։ Դրանից հետո նույնաձև համագործակցության եզրեր մշակվեց արդեն Իտալիան ներկայացնող մի շարք հզոր ակումբների համակարգերի հետ, եւ նրանց մասնագետները մեկ անգամ չէ որ Հայաստան էին գալիս, իրենց գիտելիքները Արևմտյան Եվրոպայի ֆուտբոլային արվեստը մեր երեխաներին փոխանցում։ Արթուր Սողոմոնյանը այս ամենը անում էր լուռ, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ։ Ինչ որ դափնիներ վաստակելը նրան չէր հետաքրքրում ընդհանրապես։ Նպատակների իրականացումը սեփական ամբիցիաներից ավելի էին կարևորված։ Որպես այդպիսին Արթուր Սողոմոնյանը Հայաստանում ակումբի այն առաջին սեփականատերը դարձավ, ով մեր ֆուտբոլում այս մոդելավորման սկիզբը դրեց, եւ այս առումով մեր երկիր եվրոպական նոր մշակույթ բերեց։ Ահա հենց սա էր անկյունաքարային արմատը, այն հաշվարկի կետը, որը Արթուր Սողոմոնյան գործարար եւ ակումբի սեփականատերին առանձնացնում է բոլորից, տարբերում մնացածներից եւ տեղափոխում լրիվ այլ արժե համակարգային սանդղակի վրա։ Առանց զարգացման չկա հաջողություն։ Ցանկացած մեծ պատմության ակունքներում առաջին հերթին հենց զարգացում հասկացողությունն է դրված։ Արթուր Սողոմոնյան։ Առասպելական դիցաբանության մեջ Փյունիկը, այսինքն Ֆենիքս, թռչուն է, որը վերածնվում է ինքն իր մոխիրներից, արծվի տեսքով, ոսկե կարմիր կրակներով պատված։ Ահա եւ Արթուր Սողոմոնյանի գալով Փյունիկը կարծես հենց հին դիցաբանության պես մոխիրներից վերածնվեց եւ ոսկե կարմիր կրակներով ներքևներից վեր հառնեց։ Սա իհարկե լիրիկա էր, որի մեջ կային ելևէջներ, իրականությունը արտահայտող։ Պատմությունը այն է հուշում, թե սկզբից ամեն ինչ չէր, որ հալած յուղի պես գնաց, եւ այո, հենց այդպես էլ կար։ Հնարավոր չէր անգամից գրանցել կայծակնային հաջողություններ։ Այո, ակումբի համար դժվար էր, արդյունքը սպասեցնել էր տալիս եւ պահանջում էր առանձնահատուկ մոտեցում, ինչի բնութագիրը Արթուր Արշամովիչը այնպես տվեց, որ սա եւ զարմանալի էր, եւ արժանին մատուցելու էր, եւ նաեւ ինչ որտեղ ահագին թրիլերային էր, ինչպես ասում են, տաշած քարը գետնին չի մնում։ Մի փոքր ժամանակ անցավ եւ արդյունքը սպասվածից էլ ավելին էր։ Նախ Տալալաևի փոքր կարճ, սակայն իրադարձային этаպը եղավ։ Սողոմոնյանը Հայաստանի առաջնություն մի մարզիչ ով մեր անգույն ֆուտբոլին նոր համ ու հոտ փոխանցեց։ Տալալաևը հաղթանակներ էր տանում, ուրախանում ոգևորվում էր դրանցից, պարտվելուց ջղայնանում էր, փրփրում ու կոնֆլիկտների բռնվում, առաջին իսկ պատահած մարդու հետ։ Բոլորիտային այս մասնագետի թեթև ձեռքով մեր ֆուտբոլում սրվեց մարզչական դիմակայություններ հասկացողությունը, ոչ միայն սրվեց, այլ նաև նոր լեվելի վրա բարձրացավ։ Տալալաևը իրենը արեց, Փյունիկին քիփ տակտիկա հատկացրեց, նոր խաղացողներ բացահայտեց, Եվրագավաթներում որոշակի հաջողություններ գրանցելով, ֆավորիտ Ղազախական Տոբոլին գետնեց, շոշափելի նվաճման հասավ, ֆաներին ուրախացրեց, ինչ որ առումով նոր մտածողություն բերեց, Փյունիկին համախմբել կարողացավ, սակայն ինչպես որ արագ եկել էր, այդպես արագ էլ այստեղից հեռացավ, իր հետևից լավ հիշողություններ թողնելով։ Սողոմոնյանի հաջորդ տեխնացուն էլի ռուսական ֆուտբոլից էր, բայց ավելի ավագ սերնդից, խորհրդային ֆուտբոլից, մինչև մեր օրեր եկած հարձակվողական ֆուտբոլի կողմնակից մեծ փորձ ունեցող Ալեքսանդր Տարխանովը, ով ինչքան էլ հին աշխարհներից էր գալիս, այդուհանդերձ Ռուսաստանում բավականին բրենդային մասնագետ էր։ Այն ժամանակ հայկական ֆուտբոլում նման մարզիչները դեռ շռայլություն էին մեզ համար։ Օտարերկրացի մասնագետների հոսքը այստեղ դեռ թրենդային չէր։ Այս ամենին մեկնարկ տվողը նորից Արթուր Սողոմոնյանի փեշակն էր, ով հայկական ֆուտբոլ էր թեքում բոլոր նրանց, ում հրավիրել այդ պահին գոնե մի փոքր, բայց հնարավոր էր։ Տարխանովը բառից լավ իմաստով ավելի շատ ուսուցիչ էր, քան որպես այդպիսին մարզիչ, նույնիսկ ավելի շատ մենեջեր էր։ Լրիվ ռուսական ֆուտբոլի Արսեն Վենգերն էր։ Նրա գլխավորությամբ կարող են բացահայտվել ֆուտբոլիստների որակներ, տաղանդներ։ Ալեքսանդր Տարխանովի հետ թիմում ընտանեկան մթնոլորտը ապահովված էր, սակայն հենց զուտ արդյունք վաստակելը Ալեքսանդր Ֆյոդորովիչի ամենաուժեղ կողմերից չէր։ Այդուամենայնիվ, հենց Տարխանովի ժամանակ էր, երբ Փյունիկը չլինելով դիմակայության ֆավորիտ, Յաբլոնեցի արգելքը հաղթահարեց։ Միրանյանը դուբլի հեղինակ դարձավ։ Տարխանովն էլ մեր երկիր անգլիական պրեմիեր լիգան ներկայացնող Վուլվերհեմպտոնին բերեց, ինչը լրիվ բացառիկ պատմություն էր, մեր ֆուտբոլի զարգացմանը նպաստող եւ նրա պատմությունը ավելի հարուստ դարձնող։ Տվյալ պարագայում արդյունքը կարևոր չէր։ Նրանց այստեղ ժամանելը, մեր մասին իմանալը այդ պահի դրությամբ ամենաէականն էր ու լրիվ հերիք էր։ Ահա կա եւս մեկ նշանակալի իրադարձություն, նորից անմիջականորեն կապված Արթուր Սողոմոնյանի անվան հետ, սակայն շուտով Տարխանովն էլ հեռացավ։ Այնիշ դրանից հետո եղավ, տանք այսպիսի ենթավերնագիր ու խորագիր։ Փյունիկը այս անդադար վազքից անընդհատ գլխավոր դերերում լինելուց երևի հոգնեց, հյուծվեց, Եվրագավաթային արկածներից հետո ոգևորումը կորցրեց, մի փոքր վառվեց իր մեջ, եւ այս этаպային մթագմանը դիմակայել չկարողացավ։ Թիմը աղյուսակում էլի իջավ ներքևներ, արդյունքը գոհացնող չէր, խաղն էլ անջատ իրարից։
Արթուր Սողոմոնյանը այս ամենը շատ ծանր էր տանում, եւ որոշ ժամանակ անց նա հակահարված մտածեց։ Գլխավոր մարշչի պաշտոնը Ռոման Բերեզովսկուն հանձնեց, սակայն լեգենդար կիպերը ինչքան էլ փորձեց, ամեն ինչ արեց, բայց էապես ոչինչ փոխել չկարողացավ։ Ինչպես եւ չէր հաջողել նրանից առաջ մյուս գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը, ով նույնպես տանջվում էր ստեղծված իրավիճակից։ Մենք իհարկե ունենք որոշ պրոբլեմներ, որոշ սխալներ, բայց ինձ թվում է, որ շատ մասը արդեն լուծել ենք, այն ինչ որ մնացել է մոտակա ժամանակ կլուծենք։ Ես համոզված եմ, որ այս սիտուացիան դաժե հակառակը ոնց որ ցույց կտա, որ Փյունիկը թիմա, ակումբա պայքարում է, ոչ մի բան նրան չի կարող ջարդի կամ կոտրի։ Ու հենց այստեղ մայրամուտի մեջ նշմարվեց Արթուր Սողոմոնյան հաջողագործարարի կյանքի փորձից լույս աշխարհ եկած հոտառությունն ու հեռատեսությունը։ Նրա ուշադրությունը չգիտես թե ինչու, ահա այս երիտասարդ մասնագետի ուղղությամբ կանգնեց։ Այդ երիտասարդ մարզիչը ներկայումս ազգային հավաքականը գլխավորող Փյունիկում մեծ հաջողություններ գրանցած Եղիշե Մելիքյանն էր։ Արթուր Սողոմոնյանը իրականում կարող էր բոլոր հնարավորությունները ուներ բավականին հայտնի համբավ վաստակած որևէ մի օտարերկրացի մասնագետի հրավիրեր, սակայն չգիտես թե ինչպես նա արդեն այդ պահից հասկացել էր, որ Եղիշե Մելիքյան ջոկերը հենց այն թեկնածուն էր, ով Փյունիկին պետք է ոտքի հաներ։ Ակումբի համար դժվար ժամանակներում Սողոմոնյանը այս քայլին գնալ չվախեցավ եւ գլխավոր մարշչի ղեկը հենց Մելիքյանին վստահեց։ Որոշում, որը ինչպես կյանքը ցույց տվեց, իրեն 100%-ով արդարացրեց։ Խոսքը գնում է ոչ թե միան որպես ֆուտբոլային մասնագետ, այլ եւ որպես փիլիսոփայություն մենք շատ մոտ ենք իրար, մի լեզվով ենք խոսում։ Դա իմ համար շատ կարևոր էր, որ հենց Եղիշի շնորհիվ ինձ թվում է մենք սկսեցինք դառնալ ավելի նենց լուրջ ակումբ։ Եղիշեի համար էլ սկզբից շատ բարդ էր։ Պետք է դուրս գայր կաշվից, որ արդյունքի հասնեիր, ու նույնիսկ սա երաշխիք չէր, որ այս կամ այն մրցակիցներին անպայման հաղթել կկարողանաս։ Եղիշե Մելիքյանից 1-1.5 մրցաշրջան պահանջվեց, որ վիրավոր Գազանին ապաքինելուց հետո Վանդակի դռները բացեր նրա առջև ու ասեր. «Հիմա ժամանակն է, վրատուրում կարող ես, արա այնինչ ուզում ես»։ Փյունիկը Հայաստանի առաջնության ոսկե մեդալներն էր ուզում եւ արդյունքում դրան հասնել կարողացավ։ Սողոմոնյան-Մելիքյան դաշինքը Երևանյան ակումբի իրողության մեջ այն երկաթե մեծ բոնուսը դարձավ, որը ակումբին հզոր բարձունքների հասցրեց։ Այն աստիճանի հզոր, որ նախկինում այս մասին խոսելը շատերին ծիծաղելի կթվար։ Այս երկու անհատների համագործակցությունը դժվար պերիոդներից սկսվեց եւ հասավ մինչեւ ամենահաղթական ժամանակներ։ Քնած գեղեցկուհի Փյունիկը 7 տարվա ընդմիջումից հետո վերջապես Հայաստանի չեմպիոն դարձավ։ Ու ինչպես դասականն է ասում, իր հաջողությունները նաև թղթի վրա դոկումենտացրեց։ Մենք հետ ենք, 8 միավոր հետ ենք ու շատ բարդ էր, բայց չգիտեմ ինչի մեջներս նենց մենք համոզված ենք, որ մենք պետք է դառնանք չեմպիոն, ոնց որ այդ նույն էներգիան անցկացրեց եվրոպական կվալիֆիկացիան փուլերի ու ասրեց մինչև այսօրվա։ Ամեն մի փոքր մանրուքը կարա դեռ չբերի այդ մեր նպատակին։ Արթուր Սողոմոնյանը գլխավերևում բարձրացնում էր մի գավաթ, իր ակումբի հետ նվաճում էր մի տիտղոս, որի դիմաց զոհաբերել էր անքուն գիշերներ, բազմաթիվ նյարդային օրեր, ժամանակ ու իհարկե ֆինանսներ։ Փյունիկի ճամբարում վարակիչ ուրախություն էր տիրում, իսկ Սողոմոնյան-Մելիքյան տանդեմը խորհում էր արդեն նոր հաջողություններից։ Ու այս անգամ նույնպես այն իրեն երկար սպասեցնել չտվեց։ Փյունիկը կարճ ժամանակում երկրորդ չեմպիոնությունը ձևակերպեց, այն փաստագրեց հերթական ուրախությունը բերելով իր երկրպագուների ճամբար։ Սողոմոնյանը տիտղոսների քանակը եւս մեկով ավելացրեց։ Ինչ որ վերաբերում է մեր թիմին, դուք տեսնում եք, լուրջ տրամադրված ենք։ Այս տարի ես համոզված եմ, որ մենք պայքարելու ենք չեմպիոնության, այս առաջի խաղերը ցույց տվեցին։ Ահա այս կադրերը, երբ Արթուրն ու Եղիշեն չեմպիոնական գավաթը հանում էին երկնքի ուղղությամբ, իրոք արժեր ամեն ինչ։ Այս հայացքների մեջ մեծ ուրախություն, բայց նաև մեծ ցավ կար թաքնված։ Ցավ, որը փարատվելով առաջացրել էր բավարարված լինելու զգացում։ Կոնկրետ հենց այս պահից, հենց այս դրվագից ակտուալ է խոսել եվրոպական արենայում կատարած խաչակրած արշավանքից։ Այս ամենը պետք է սիրտ ու շունչ ստանար հենց եվրոպական մրցասպառեզում։ Այսպես ավելի սիմվոլիկ էր։ Սա պատկերը ավելի ամբողջական դարձրեց։ Նախ անհավանական արդյունքով դիմակայություն ռումինական հանրահայտ կլուժի հետ եղավ, որտեղ դժվարին պայքարում Փյունիկը հաղթանակի հասավ եւ տեղաշարժման
սլաքը Կոնֆերենս լիգայի ուղղությամբ թեքեց։ Տեսակ այս վերջի 2 տարիները Փյունիկը ցույց տվեց պատմությունում ամենալավ ռեզուլտատը, այն Կլուժի խաղը ինձ թվում է դա արդեն կմնա պատմությունում, որովհետև իրոք ես չեմ հիշում Հայաստան պատմությունում, հիշում եմ միայն առատ 73-ը։ Հենց այստեղից մեկ այլ գեղեցիկ պատմություն ծնվեց։ Սա այս ոսկե ժամանակների ապոպեան էր։ Այն հայկական ակումբային ֆուտբոլի համար դրանից առաջ եթե անհասանելի թվացող մակարդակ էլ չէր, ապա բանականության մեջ շատ անհավատալի պատկերացվող երևույթ էր։ Եվրոպայում Փյունիկի այս հաջողված էտապը 22 թվականին Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի օրերին եղավ։ Սա Սողոմոնյանի ակումբին հավելյալ ոգեշնչեց եւ հաջողության հասնելու գլխավոր տրիգերը դարձավ։ Եվ նորից կահակագրոյի տարբերակ, հերվից, և գոլ, 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 մեգա ֆանտաստիկ գոլ է խփում Փյունիկը և օգտվում է Քամու օգնությունից, իհարկե հրաշք է սա, պարզապես որն արարեց Փյունիկը, ինչ արկեր, ինչ ճիշտ նշանառություն և ով էր այս ֆենոմենի հեղինակը, եթե ոչ Արտակ Դաշյանը, Դաշյանն էր, կարծում էր դասականը, այո, Արտակ Դաշյանն էր։ Փյունիկը կարծես իրոք մեծ արժե համակարգով էր շեշտադրված։ Սա սկսում էր մանկապատանեկան ֆուտբոլից ու բարձրանում վերև։ Հենց սրանով էր թեկուզային պայմանավորված, որ երբ հայ գործարարը Փյունիկի սեփականատերը դարձավ, նրա առաջին քայլերից մեկը 2008 թվականի Հայաստանի չեմպիոնի Գավաթի կրկնօրինակը Արարատին նվիրաբերելն էր։ Սա շատ տղամարդկային ժեստ էր, որևէ մեկը Սողոմոնյանին երբեք չէր մեղադրի, եթե այս ասպետական քայլը մարդ ես, հանկարծ նրա մտքով չանցներ, բայց անցավ, եւ սա ջենտլմենական մոտեցում բնորոշող վառ արտահայտում էր։ Երևանյան ակումբը արդեն մկանները զարգացրած, իր արժեքը իմացող, մեջքի ետևում բեքգրաունդ ունեցող ժամանակակից ակումբ էր։ Այն մենեջմենթը, որը Փյունիկում կար, եւ նրա համակարգում էր դրված, Հայաստանում միակն էր, որը եվրոպական ոճաբանությանը լիովին համապատասխանում էր։ Սկսած ակումբի յութուբյան ալիքի որակից, աշխատակիցների գործունեությունից եւ թե մեծ ֆինանսներ պահանջող այն որակյալ տրանսֆերներից, որը իրականացվում էր Սողոմոնյանի ակումբի կողմից, սա մեխանիզմ հիշեցնող միջավայր էր։ Հիմա Փյունիկում ոչ Սողոմոնյանը, ոչ էլ Մելիքյանը կա, սակայն նրանց առածն ու դրածը չեն անհետանա երբեք ակումբի պատմության էջերից։ Ավելին այդ էջերը կգլխավորվեն հենց նրանց կողմից։ Այս ամենից ընդամենը մի քանի տարի առաջ իր համար նոր ֆուտբոլային բնագավառում առաջին քայլերը անող հայ գործարարը կարճ ժամանակում այսքան նվաճումներ գրանցեց։ Սա այն պատմությունն էր, որի մասին պետք է խոսվեր, քանի որ հենց նման նվիրական պատմություններից են ստանում վերածնունդ մեկ այլ արժեքավոր պատմություններ։ Ես նպատակ ունեմ հիմնադրել մի ակումբ, որը կլինի կազմված ամբողջովին էթնիկ հայերից։ Այն կկառուցվի իսպանական Աթլետիկ Բիլբաոյի օրինակով, որտեղ ազգությամբ բացառապես միայն բասկեր են հանդես գալիս։ Արթուր Սողոմոնյան։ Այո, եթե բասկեն արմատներ չունես, ուզում ես Մեսսին եղիր, միևնույնն է կզրկվես Աթլետիկում խաղալու բոլոր շանսերից։ Այս սկզբունքը Բիլբաոյում տարիների վեր հետևողական եւ սիստեմավորված ստաբիլորեն կյանքի է կոչվում։ Սա աթլետներին չի խանգարել երբեք դուրս մնալ իսպանական ֆուտբոլի ֆլագմանների շարքից։ Ավելին ասեմ, Բիլբաոյին իսպանական Լա Լիգայի սանդղակով նույնիսկ կարելի է տալ գրանտի ստատուս։ Թիմը ստաբիլ քառյակում է հայտնվում, նվաճում է եվրագավաթների ուղեգիր, Եվրոարենայում պատիվը երբեք գետնով չի տալիս, հասնելով անգամ միջև Եվրոպայի լիգայի եզրափակիչ։ Դրա ճանապարհին այն ժամանակ դեռ շատ ահեղ Մանչեսթեր Յունայթեդի արգելքը հաղթահարելով, որը իմիջայլոց դեռ Ֆերգյուսոնի ձեռքի տակ էր։ Համարվում է այն հազվագյուտ ակումբներից, որոնք երբեք Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնը չեն լքել։ Հիմա եթե փոքրիկ բասկերին դա անել հաջողվեց, կամ նույն Սողոմոնյանի կողմից հաճախ օրինակ բերվող Ուրուգվայը չափսերով մեզ հավասար, արդեն մոտ 1 դար է, ինչ պրոդուկտիվ համակարգով է օժտված ու գրանցում է մեծ նվաճումներ։ Ինչու դա չենք կարող անել նաև մենք։ Ինչն է
խանգարում մեզ։ Այո, սա լուրջ երկարատև աշխատանք է պահանջում, ու այդ աշխատանքներից մեկը դրա արմատային սիստեմներից հենց Արթուր Սողոմոնյանի մտադրված միայն էթնիկ հայերից կազմված ակումբի հիմնադրումն է։ Արթուր Սողոմոնյանը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հարցում ունի շատ հետաքրքիր եւ ստանդարտներից դուրս եկող հայացքներ, քանի դեռ ֆեդերացիան ձեռքերը ծալած ֆուտբոլով զբաղվող փոքրիկներին ոչ բաց տեքստերով, բայց նրանցից շատերին համարում է թերի զարգացած, այդ նույն ժամանակահատվածում Արթուր Սողոմոնյանը արևմտյան Եվրոպայի ֆուտբոլում կիրառվող մոդելներն է ուսումնասիրում, որը իր տեսլականների հետ մեկտեղելով փորձում է ձեռնարկել քայլեր ֆուտբոլում այս համար մեկ կարևորություն ունեցող ճյուղի զարգացման համար, գտնել կյանք տվող անհրաժեշտ եւ հեռուն գնացող դեղատոմսեր։ Ընդհանրապես փնտրողին է տրվում։ Ցանկության դեպքում կգտնես 1000 առիթ։ Դրա բացակայության պարագայում այն չանելու նպատակով ի հայտ կբերես 1000 պատճառ։ Ասեմ ձեզ, մենք ունիկալ երեխաներ ունենք, ովքեր հնարավորությունների պակասի հետևանքով իրենց պոտենցիալը եւ բացառիկ տաղանդն են կորցնում։ Եթե ես մեծ ֆուտբոլ վերադառնամ, ապա գործադրելու եմ ահռելի ջանքեր այս խնդիրները լուծելու համար։ Սա այն միակ միջավայրն է, որտեղ կարելի է եւ պետք է կատարել ֆինանսական մեծ ներդրումներ։ Ավելի լավ ու նվիրական է թեքել ֆինանսական հոսքերը քո իսկ երկրի երեխաների զարգացման ուղղությամբ, քան ակումբային ֆուտբոլում վատնել մեծ գումարներ, որպեսզի թանկարժեք լեգիոներներ հրավիրես։ Ժամանակավոր հաջողությունների հասնես, մի քիչ ուրախանաս ու մոռանաս, բայց մանկապատանեկան ֆուտբոլը այդ նույն ընթացքում կախված լինի օրհասական վիճակից։ Իհարկե միանշանակ ես կընտրեմ ֆինանսների տեղափոխումը դեպի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացում։ Իսկ գիտեք Հայաստանի ազգային հավաքականի անկայուն արդյունքների պատճառը որն է։ Այն, որ մեր հավաքականում հանդես եկող մի մեծ խումբ ծնվել եւ մեծացել է արտերկրում, մի առաստաղի տակ տարբեր դիասպորաների մշակույթներ են հավաքված, անտեղյակ իրարից, տարբեր դպրոցներից, միմյանց հակասող ոճաբանությամբ, դրա համար էլ տղաները լավ չեն հասկանում իրար, եւ արդյունքում առաջանում է այն պատկերը, որը կա ներկայումս։ Հաջողությունը միայն այն ժամանակ կգա մեզ մոտ, երբ հավաքականի կորիզը կկազմեն տեղի ակադեմիաներից դուրս եկած սաներ, ովքեր կխոսեն նույն լեզվով, կլինեն գաղափարակից եւ կօգտվեն խաղային նույն ոճաբանական հնարքներից։ Ես հիմա առաջ եմ քաշում բաղադրիչներ, որոնցով վրացական ֆուտբոլը առաջնորդվեց ու հենց այս մոդելի քաղաքականությունը որդեգրեց։ Իսկ թե դա ինչ արդյունքներ բերեց, տեսնում եք ինքներդ։ Ես միշտ ասել եմ ու կասեմ, որ ֆուտբոլը ինձ համար հերու է սպորտաձև լինելուց։ Նրան կարելի է տալ անվանում ուղղված ի բարօրության երկրի, ռեալ սոցիալ-տնտեսական զարգացման դարբնոց։ Երբ Փյունիկի նախագահն էի ես, մեր դպրոցներում մենք երեխային չէինք սովորեցնում գնդակը վերահսկելու ունակություն։ Մեզ մոտ ամեն ինչ բազմաբովանդակ էր։ Առաջին հերթին այն էր կարևորվում, որ երեխան ձեռք բերի հաղթողի հոգեբանություն։ Մենք չնայած ֆուտբոլային ակումբ ենք, բայց իմ համար մինչև 12 տարեկան բնավորությունը ավելի կարևոր է, քան ֆուտբոլը։ Մենք ինտեգրում էինք նրանց բնավորությունների մեջ հաղթանակ տանելու անհրաժեշտ էլեմենտներ։ Մենք նրանց հաղթել էինք սովորեցնում, կարճ ասած։ Մեր նպատակը այն էր, որ նա այս կյանքում իր տեղը վաստակեր։ Վճռականություն, կամային հատկանիշներ, պարտվել իմանալու ձիգ բնավորության հղկում, կոլեկտիվի հետ աշխատելու եւ այնտեղ իրենց տեղը գտնելու կարողություններ։ Իսեր Աստծու ընտրիր, որ մասնագիտությունը կուզես, սակայն այդ ընտրածդ ոլորտում դու պետք է որակվես առաջատար։ Մենք մանուկներին մեծ կյանքի ուղեգիր ենք տալիս։ Փյունիկի մարզադպրոց ընդունված 100 երեխայից ընդամենը 2-ն են դառնում պրոֆեսիոնալ արհեստավարժ ֆուտբոլիստ։ Մեր դպրոցում ստացած գիտելիքները կիրառելով անում են առավելագույնս, որ տվյալ միջավայրում վերածվեն լավագույններից։ Դատարկ խոսքեր չէր, որ իրոք իմ համար ամենահետաքրքիր process-ը այդ մանկապատանական է, ուզում եմ տեխնոլոգիան ճիշտ ուսումնասիրել ու ճիշտ անել, որտեղ ես ամենտեղ ասում եմ, երևի լսել եք, որ ֆուտբոլը միան գնդակ խաղալը չի, որ ֆուտբոլի միջոցով կարելի է շատ բան ձեռք բերել եւ բնավորություն, աշխատասիրություն, սովորացնել, որոշում կայացնել։ Իզուր չէր, որ հաղորդման սկզբում Սերգեյ Գալիցկու մասին խոսվեց։ Իհարկե համեմատական օրինակները ներկայացնում են տարբեր քաշային կատեգորիաներ, սակայն եթե դիտարկենք նպատակային տեսանկյունից, մոտեցումների եւ վերաբերմունքի ձեռագրից, ստրատեգիկ գործիքներից, կրթական համակարգից եւ նույնիսկ փիլիսոփայությունից ու գաղափարախոսություններից այս երկու մարզադպրոցների մեջ բազմաթիվ նմանություններ կտեսնենք եւ կհայտնաբերենք նույնաձև անալոգիաներ։ Այնինչ Գալիցկին է անում ռուսական ֆուտբոլի համար, դա անգնահատելի է պարզապես։ Ու այստեղ հարցը այն չէ, որ թիմը չեմպիոն դարձավ։ Այդ չեմպիոնությունը վերջնաարդյունքի ինչ որ արտահայտում էր, սակայն էպիկենտրոնը դա չէր։ Այդ օրինակ միկրոնախագիծել Փյունիկն էր անում այստեղ։ Այո, կային մի շարք տարբերություններ, սակայն հարցի արժեքային մասը նույնն էր։ Ուժեղ կադրեր էր նախապատրաստում, որ երկիրը այդ կոմպետենտ կադրերի ձեռքով վաղը դառնա ավելի շենացած։ Այսինքն Փյունիկն ու Կրասնոդարը երկրի զարգացման նպատակով կատարում են առանցքային ներդրում, ու սա շատ լուրջ ինվեստիցիա էր։ Օրինակ կային ծնողներ, ովքեր չունեին
նպատակ, որ իրենց զավակը մասնագիտություն որպես հենց ֆուտբոլը ընտրի, բայց նույնիսկ այս պարագայում իրենց երեխաներին ընդունել էին տալիս հենց Փյունիկի մարզադպրոց։ Իսկ սա շատ բանի մասին է խոսում։ Ակադեմիայի լինելիությունը ծնողներին վստահություն էր փոխանցում, եւ նրանք գիշերները գլուխները հանգիստ դնում էին բարձին ու չէին մտահոգվում իրենց զավակի ապագայով։ Պարզապես մեկ մտահոգիչ հարց է առաջանում այստեղ. այդ ինչպես է լինում, որ Ռուսաստանում արմատներով մեր հայրենակից Գալիցկին ռուս ժողովրդի կողմից մեծ հարգանքի, սիրո եւ երախտիքի է արժանանում։ Մենք ինքներս Ռուսաստանի քաղաքացի չլինելով Գալիցկուն այդքան լավ վերաբերմունք ենք տալիս, սակայն չենք գնահատում, չենք կարևորում մեր երկրում մեր կողքին մեր երեխաների բարելավմանը ուղղված այն մարդկանց աշխատանքները, ովքեր այս առումով իրենց գործունեությունն են ծավալում մեր հայրենիքում, պտուղներն էլ հետևաբար հենց հայրենիքն է քաղում։ Ամեն անգամ ես համոզվում եմ, որ մենք ունակ չենք եւ ավելի վատը չենք ուզում ունենալ լավը տեսնելու հատկություն, արժանին մատուցել մարդկանց, խոսել նրանց անելիքներից։ Եվ խնդիրը միայն այն չէ, որ գրեթե բոլորի հանդեպ կորցրել ենք հավատներս։ Այստեղ խնդրեմը կայանում է նրա մեջ, որ մենք նույնիսկ ինքներս մեզ չենք խոստովանի երբեք, որ ահա տես, այն մարդը ինչ լավ բան արեց։ Եկեք նրան տանք մոտիվացիա, երկու քաղցր խոսք ասենք, անկեղծ սրտներիցս եկող։ Մենք կողքիներին գովալ չենք սիրում։ Մեր ինքնագնահատականը ընկնում է դրանից։ Դե եթե դու նման երևույթներից քո ինքնագնահատականը կորցնում ես, ուրեմն ցավոք պետք է ասեմ ստիպված, որ դու արդեն ի սկզբանե զուրկ ես եղել ինքնագնահատականից, այլապես ուրիշի հաջողություններից եւ անաչառ մոտեցումից։ Ինքնագնահատականդ գետնով չէ իր տա։ Մենք անշնորհակալ ենք տեսակով։ Սա իրականությունն է ցավոք։ Ուզես դու դա թե ոչ։ Պարզապես լավը այն է, որ կան մարդիկ, ովքեր դրականը անելուց գնահատանքի չեն սպասում ու արդեն իներցիայով ոչնչից եւ ոչ մեկից չունեն ակնկալիքներ, որովհետեւ եթե մի պահ պատկերացրենք, որ ունենային մեր այս անշնորհակալ վերաբերմունքից իրենց գործունեությունը դադարացրել էին վաղուց։ Յուրաքանչյուր խոշոր ընկերության, շարժման գործունեության կամ հասարակության հիմքում միշտ առաջինը գաղափարն է կարևորված։ Արթուր Սողոմոնյան։ Արթուր Սողոմոնյանը իր կյանքի տարբեր հատվածներում կազմակերպել է մի շարքի շարժան եւ ահռելի մասշտաբներով միջոցառումներ, սակայն սկսել կուզեի ահա այս տղաների շնորհակալության խոսքից։ Արթուր Սողոմոնյանի կողմից աջակցվող Վարաբասկամարտի մարզիկներ Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ նվաճեցին ոսկե մեդալներ, սակայն նրանք միայն մարզիկներ չեն, տղերքը համարվում են պատերազմի մասնակից, որի ժամանակ էլ ցավոք ձեռք են բերել հաշմանդամություն, սակայն կյանքը նրանց չկոտրեց, տղաները ոտքի կանգնեցին ու գնացին հաջողությունների հասնելու ետևից, ինչի համար սրտանց շնորհակալ ենք նրանց։ Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում Ժառանգություն եւ առաջընթաց հիմնադրամին գլխավորությամբ Արթուր Սողոմոնյանին, որ աջակցեցին մեզ այսօր գտնվել այստեղ եւ Հայաստանի պատիվը բարձր պահել։ Այսօր մենք ձեռք ենք բերել, նվաճել ենք 2 ոսկի եւ 1 բրոնզ եւ խոստանում ենք, որ առջևում ունենալու ենք նոր հաղթանակներ։ 90-ականներին Արթուր Սողոմոնյանը Նիկիտա Սիմոնյանի հետ համատեղ Խորհրդային միության սպորտի վետերանների աջակցության ֆոնդ ստեղծեց։ 2001 թվականին Երևանում Արթուր Սողոմոնյանի հովանավորությամբ միջոցառում կազմակերպվեց Նիկիտա Սիմոնյանի 75-ամյակին նվիրված։ Այն Հրազդան մարզադաշտում տեղի ունեցավ։ Ամեն ինչ շատ լավ էր արված։ Միջոցառումը հայ ժողովրդի մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Ստադիոնի արևմտյան տրիբունան լեփլեցուն էր։ Դա այն ժամանակներն էին, երբ կյանքը մարդկանց կոպիտ ասած ամեն չէր, որ շռայլում էր նման մեծ միջոցառումներով։ Այստեղ ներկա գտնվեցին Խորհրդային միության վաստակավոր վարպետների կոչում ունեցող սովետական բազում հայտնի ֆուտբոլիստներ։ Նիկիտա Սիմոնյանն էլ ամենահավուր պատշաճի վերաբերմունքի արժանացավ։ Արթուր Սողոմոնյանը անմասն չմնաց նաև Արարատ 73-ի հաղթանակի 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման հարցերում եւ այստեղ էլ գլխավոր հովանավոր դարձավ։ Արթուր Սողոմոնյանի անմիջական ջանքերով 2015 թվականին մեծ շուքով արդեն Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակի միջոցառումը կազմակերպվեց։ Երևանը իր պատերի ներսում թե սովետական, թե միջազգային ֆուտբոլի մեծ քանակությամբ աստղերի հյուրընկալեց։ Այս երկու տարբեր մշակույթների մեջ մեծ հետաքրքրություն առաջացնող գոլառատ հանդիպում կայացավ, որը հետո, ինչպես ասում են, սեղանների վրա տեղափոխվեց։ Միջազգային ֆուտբոլի աստղերից հետևյալ վարպետներին տեսանք. Ջեննարո Գատուզո, Խրիստո Ստոիչկով, Պաուլո Ֆերեյրա, Մարկո Մատերացի, Ժան-Պյեր Պապեն, Ալդայիր եւ այլ հայտնի խաղացողներ։
Մեծ իրարանցում եղավ հատկապես 2018 թվականին այստեղ տեղի ունեցած Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ ֆուտբոլային լեգենդների գալու կապակցությամբ։ Այս իրոք բոլոր սպասելիքները գերազանցեց։ Արթուր Սողոմոնյանին հաջողվեց հրավիրել մեր երկիր Կաշվե գնդակի այնպիսի աստղերի, որ դրանից առաջ նրանց Երևան գալը պարզապես անհնար կթվար։ Պաուլո Մալդինի, Գաբրիել Բատիստուտա, Ռոնալդո, Ռիվալդո, Ռայան Գիգս, Էրնան Կրեսպո, Կաֆու, Սավիոլա Բեբետո ու էլի այլ շատ հզոր վարպետներ։ Հանրապետական մարզադաշտում 10,000 երկրպագուների աչքերի առջև անզուգական ֆուտբոլ էր, խաղն էլ տոնի վերածվեց։ Այս ամենի հեղինակն ու կյանքի կոչողը ընդամենը մեկ անհատ էր, իսկ մենք չենք կարողանում կամ չենք ուզում կազմակերպել գոնե մեկ հրաժեշտի հանդիպումներ Հայաստանի հավաքականում տոն տված կարիերան ավարտող ֆուտբոլիստների համար։ Իզուր չէր, երբ ասացի րոպեներ առաջ, որ շնորհակալ լինելու արվեստի հետ մենք ընդհանրապես ծանոթ չենք։ Ժամանեց Եգիպտոսի մայրաքաղաք, ամեն քայլափող Սալահի նկարը կնկատես, նույնն էլ եթե Կամերուն, Լեհաստան կամ Վրաստան գնաս, համապատասխանաբար Սամուել Էտոյի, Ռոբերտ Լևանդովսկու ու Խվիչա Կվարացխելիայի նկարները կտեսնես։ Սակայն Հենոյին մենք այդ կարևորությունը չենք տալիս։ Համարում ենք հայ ուժեղագույն ֆուտբոլիստ, բայց ոչ ավելի դրանից։ Վարազդատ Հարոյանը, ով տարիներ շարունակ իրեն չխնայելով ազգայինի գույները պաշտպանեց ու հեռացավ հավաքականից որևէ տեսակի հրաժեշտի, մենք նրան չարժանացրինք։ Մարդը 3 կար, ավագի թևկապներ կրում, իսկ այսօր չկա եւ վերջ։ Մենք նրան մոռացանք։ Նման խաղացող չի էլ եղել կարծես։ Նմանավոճ երանգներ նաեւ Արթուր Սողոմոնյանի հետ եղավ։ Տեսեք ինչ պատմություն է ստացվում։ Նախ սկսենք այնտեղից, որ Արթուր Սողոմոնյանը ընդհանուր առմամբ հայկական ֆուտբոլի զարգացման համար ներդրում կատարեց մոտավոր $20 միլիոն չափով։ Պատկերացնում եք, սա ինչ աստիճանի մեծ գումարներ են մեր ֆուտբոլի իրականության մեջ։ Մի մարդու, ով այսքան արած ուներ իր հայրենիքի համար, ակադեմիան զարգացնելուց, հայկական ակումբը Եվրոպայում ավելի լսելի դարձնելուց, մեծ քանակությամբ ֆուտբոլային աստղեր Հայաստան հրավիրելուց եւ սեփական միջոցների տոտալ գեներացումից սկսած հայ բոլոր լեգենդար ֆուտբոլիստներին մեծ պատիվ ցույց տալով շարունակվող ու նաեւ ֆուտբոլից դուրս տարբեր ոլորտներում մեծ հանրաճանաչում ունեցող հայ մշակույթի նշանավոր գործիչներին սատարող եւ աջակցող մեր երկրի պատմությունը եւ այդ պատմության մեջ անհատների մասին քարոզող ֆիլմերով ավարտվող գործարարի մարդու հանդեպ արվեց հնարավոր ամեն ինչ նրան խանգարելու եւ ճանապարհին քարկցելու համար։ Արթուր Սողոմոնյանը հենց ինքն էր ասում, թե քանի անգամներ ձեռնարկել է փորձեր, որպիսի նրա եւ ֆեդերացիայի միջև կոմունիկացիան դառնա կարգավորված։ Արթուր Սողոմոնյանի բոլոր այս նախաձեռնություններն ու ջանքերը շփման եզրեր գտնելու նպատակով հանուն ամենակարևորի անտեսվեցին, անուշադրության մատնվեցին եւ հոտս ցնդեցվեցին ամենամիտումնավոր դրսեւորմամբ։ Եվ սա այն պարագայում արվեց, երբ այս մարդը միայն տալիս էր եւ ոչինչ չէր ակնկալում դրա դիմաց։ Շատ դեպքերում աչք փակեց, դիմացավ, նույնիսկ այս իրավիճակում փորձեց անել ինչ-որ քայլեր սիտուացիան կարգի բերելու ձգտումով, սակայն ընդառաջ գալու նմանատիպ ցանկություն տեսնելու փոխարեն այն բանին արժանացավ, որ Փյունիկը ամբողջովին թիրախավորվեց եւ ֆեդերացիայի ղեկավարների համար արդեն պրոֆիլակտիկ բնույթով անցանկալի ակումբ դարձավ։ Սողոմոնյանն էլ այս անարդար վերաբերմունքը տեսնելով, հասկանալով, որ սա անձնականի է վերածվում, ակումբը վաճառեց ու հեռացավ հայկական ֆուտբոլից։ Ամեն ինչ արվեց, որ վերջին մոտ 7 տարվա մեջ հայկական ֆուտբոլում ամենամեծ ներդրումային կապիտալ կատարած մարդը մեկուսացվի ասպարեզից ու ձեռքերը լվանա այս ոլորտից։ Ես իրոք կարծում եմ, որ իմ մնալը ավելի շատ վնաս էր բերում, որտեղ արդեն անցել է անձնական, ամեն ձևով փորձում են ստեղից նասել ու ակումբին են վնասում, էլի ոչ թե այդքան ինձ ինչ է, բան չեն կարող անեն։ Ես էլ եմ ասում, որ ես հպարտ եմ իմ թիմով, այս իմ մեծ ճանապարհները, որ մեզ է խեղտած, sense բանը, ես հպարտ եմ, որ մենք հələ ոտի վրա ենք, մենք հələ պայքարում ենք, կոնկուրենտասպասոբնի թիմ ենք։ Ես հպարտ եմ ու շշմած եմ, մենք իշքան հոգեբանական ուժեղ ենք։ Այս վերջի 2.5 տարին մենք ճիշտ ասած ավելի շատ պայքարում ենք ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետ հայկական ֆուտբոլում, քան թե զարգացման։ Չեք ուզում մի քիչ հետ գնաք մի տարի ու կես առաջ, մի տարի առաջ իմ ասուլիսներ ժամանակ ասում են, sense չեն կարող շարժվել։ Սանկցիաների տակ մենք չենք կարող շարժվել առաջ եւ պայել այն մակարդակը, որը մենք ելել ենք։ Եթե թիմը սանկցիաների տակ է ու թիմի հանդեպ վատ տրամադրվածություն կա, այն մարդկանց, ովքեր ֆուտբոլի մեջ որոշումներ են կայացնում, աստիճանաբար կորելու է այն մակարդակը, աստիճանաբար կորելու է այն պրոգրեսը, որը մենք ապրում ենք։ Շատ ակտիվ խանգարում են, իրանք չեն թողնում, որ մարդիկ իրանց գործ անեն, օրինակ Փյունիկը, մեզ ամեն ինչից զրկում են, փորձում են դժը մեզ թելադրել, ոնց մենք մեզ պետք է պահենք, բայց ախր ես իմ գումարն եմ ծախսում,
Ես ոչ մեկից ոչ մի բան չեմ ուզում, հակառակը, իրանց մոտ հակառակ process-ն է, իրանք ստանում են գումար, իրանք պետքա ծառայեն ֆուտբոլին։ Ահա եւ հերթական ինվեստորը հրաժեշտ տվեց մեզ։ Թվով արդեն կարծեմ 5-րդը, ամենաշատ դիվիդենդներ եւ պտուղներ հայկական ֆուտբոլ թեքած ֆունկցիոները։ Դե հիմա ասեք ինձ, այսքանից հետո կգտնվի էլի եւս մեկ ինվեստոր, ով կցանկանա կատարել ներդրումներ հայկական ֆուտբոլում։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը գալ կուզի մոնոպոլիզացված բնակավար։ Յանքում գիտեք ինչպես է լինում, երբ այս կամ այն հարթակը գլխավորող անձինք զգում են եւ տեսնում են, որ դու գերազանցում ես իրենց, դու ավելի ուժեղ ես նրանցից, ում հետ դու աշխատում ես, հարգում են քեզ, մարդիկ քո խոսքի հետ հաշվի են նստում, հաջողակի համբավ ունես, նպատակներիդ հասնել գիտես, կարողանում ես քամել արդյունք, նույնիսկ ամենաանհույս եւ ամենախամրած պլատֆորմներից, եւ տեսնում են, որ դու հաջողում ես, իսկ իրենք ոչ, պատասխան ռեակցիան այն է լինում, որ սկսում են վախենալ քեզնից, քո հնարավորություններից, քո տեսակից, քանի որ դու ունես այն, ինչը չունեն իրենք, առաջնորդվում են հետեւյալ մտքով. կարճ ժամանակում Փյունիկում այնպիսի արդյունքների հասավ, ինչը սկզբից անիրական էր թվում։ Բա պատկերացնում եք ինչ էր կանի, եթե այս մարդուն հայկական ֆուտբոլին թողնենք ավելի մոտիկ, այնպիսի գործունեություն կծավալի, որ ընդամենը մի քանի ամիս անց բոլորը կմոռանան մեզ ու կհամախմբվեն հենց նրա շուրջ, որովհետև իր մոտ ստացվում է ամեն ինչ, իսկ մեզ մոտ չի ստացվում ոչինչ, որովհետև նրան շնորհված է հաղթողի հոգեբանություն, իսկ մենք նման բաներից հեռու ենք։ Նա ունի այնպիսի մասշտաբային կապեր, որից զրկված ենք մենք։ Մեծ հավանականությամբ ահագին նվաճումներ կգրանցի ու ամբողջ փառքը կգնա հենց նրա ճամբար։ Մենք էլ կդառնանք ուղևոր։ Նրանից ազատվել է հարկավոր, որպեսզի իշխանությունը բնագավառում պահենք մեր ձեռքերում ու թքած, որ հայկական ֆուտբոլը կվնասվի սրանից։ Կարևորը չենք հեռանա մեր պաշտոններից։ Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում։ Գիտեք ինչն է նաև Արթուր Սողոմոնյանին տարբերում մնացածներից, որ նա արդեն 58 տարեկան լինելով չի դադարում ամեն օր սովորելուց, աշխատում է իր վրա եւ տեղում չի դոփում։ Սակայն նման կերպարանք ունեցող պատմություններ, ընդհանրապես որպես կանոն, մարդիկ խոսել չեն սիրում։ Սա նրանց չի հետաքրքրում առանձնապես։ Փոխարենը գտնել ինչ-որ մի փոքր թերություն ու կախվել դրանից։ Այ այստեղ մենք իսկական մասնագետ ենք։ Սա համարվում է մեր ամենասիրած զբաղմունքներից։ Մենք բոլորի հանդեպ շատ կասկածամիտ ենք։ Միայն վատն ենք ման գալիս ու իհարկե գտնում ենք այն, քանի որ եթե յուրաքանչյուրին մեզանից տնեն մանրադիտակի տակ ու կատարեն խորացված զննումներ եւ դա անեն, ի սկզբանե կեղտ գտնելու նպատակով, հավատացնում եմ ձեզ, ցանկացածից մոտ մի բան կհայտնաբերեն հաստատ, որովհետեւ որևէ մեկս անթերի չենք։ Հայաստանը փող աշխատելու վայր չէ ինձ համար։ Ես պարզապես ուզում եմ մարդիկ հասկանան, որ Հայաստանում իմ գործունեությունը արժեհամակարգային հատկանիշով է արտահայտված։ Ես ցավ եմ ապրում, երբ Հայաստանը հետ է մնում ներկայիս առաջադեմ թրենդերից։ Դրա համար նպատակս եմ համարում մեր երկրին օգնելով այդ թրենդերի կիրառումը գործածելի դարձնել նաև մեր իրողության մեջ։ Ուզում եմ աշխարհում շատ խոսեն հայերից ու Հայաստանից։ Սա է իմ գործունեության գլխավոր շեշտադրումը։ Քաղաքականությամբ չեմ զբաղվում բացարձակ ու միայն ներգրաված եմ մարդասիրական նախագծերի մեջ։ Ընդհանրապես ցանկացած պատմության հիմքում յուրաքանչյուրիս համար ինչ որ մի արժեք կա ընկած, որը ստիպում է մեզ առավոտյան զարթնելիս վեր կենալ անկողնուց ու գնալ ամեն օր այդ արժեքը պաշտպանելու հետքերով։ Ահա այսպիսին էր Արթուր Սողոմոնյանը, մարդ ով մեծ գումարներ աշխատեց, բայց երբեք փողը առաջին տեղում չդրեց, բարձի տակ չպահեց, այլ ուղղեց այն նպատակով, որ աշխարհի մեծագույն միջավայրերում Հայաստան անունը ավելի հաճախ լսվի։ Երբ որ դու տեսնում ես, որ դու մենակ չես, որ կողքդ ինչ-որ մեկը կա, հավատացեք, դա իրոք շատ մեծ ուժ է տալիս։ Ինչպես Walt Disney-ն էր ասում, մեջբերում եմ։ Ես չեմ ստեղծում ֆիլմեր, որպեսզի գումարներ աշխատեմ։ Ես գումարներ եմ աշխատում, որպեսզի ստեղծեմ ֆիլմեր։ Անչափ շնորհակալ եմ ուշադրության համար։ Հուսամ այս ֆիլմը ձեզ դուր եկավ։ Լավ եղեք ու ամենայն բարիք ձեզ։